Բժիշկ Ադամսը ֆիլմն է։ Օսկարակիր դերասան Ռոբին Ուիլյամսը մարմնավորում է մի տարօրինակ բժիշկ ծաղրածուի։ Հետագայում այս ֆիլմը փոխում է շատերի կյանքը, իսկ իրական բժիշկ ծաղրածուին մեծ ճանաչում բերում։ Փեթչ Ադամսը մասնագիտությամբ բժիշկ է, միաժամանակ համարվում է ծիծաղի հոգեթերապիայի և կլոունադայի հիմնադիրներից մեկն աշխարհում։ Չունեմ ոչ մի գործիք կամ հապ, ունեմ խաղալիքներ, ասում է բժշկական գիտությունների թեկնածու ծաղրածուն։ Նա եղել է աշխարհի տարբեր հիվանդանոցներում և փորձել է բուժել մարդկանց ծիծաղով ու ժպիտով։ 1970-ականներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում հիմնել է Գուզենթայթ ինստիտուտ, թարգմանաբար Բարի առողջության ինստիտուտը, որը գործում է որպես բժշկական էկոլոգիական հաստատություն և որտեղ անվճար բժշկական օգնություն է ցուցաբերվում բոլոր մարդկանց։ Աշխարհում կան հիվանդ երեխաներ, ովքեր չեն կարող բուժվել, քանի որ միջոցներ չունեն։ Հենց դրա համար էլ անվճար հիվանդանոց բացեցի։ Աշխարհում ոչ մի ուրախ հիվանդանոց չկա։ Միջավայրը խիստ է, ծանր, դժբախտ, զուրկ սիրուց։ Այդպես են փորձում բուժել մարդկանց։ Զավեշտալի է։ Ուշագրավ է բժիշկ ծաղրածուի կյանքի պատմությունը։ 16 տարեկանում Փեթչը Գերմանիայից տեղափոխվում է ԱՄՆ։ Տեսնելով մեծ տերության մեջ տիրող անարդարություններն ու տառապանքը ընկճվում է, նույնիսկ մի քանի անգամ փորձում է ինքնասպան լինել։ Չի ուզում ապրել բռնության և անարդարության աշխարհում, բայց մի օր հասկացա, որ ինքնասպան լինելու փոխարեն պետք է ինքս դառնամ խաղաղություն և արդարություն տարածող գործիք։ Այդպես էլ սկսվեց իմ սիրո հեղափոխությունը, ասում է ծաղրածուն։ Ամեն ինչ հեշտ էր։ Ես պատրաստվում էի դառնալ բժիշկ։ Նպատակիս հասնելու համար հաջորդական քայլեր էի անում։ Ավարտեցի 1971-ին, իսկ հաջորդ քայլը արդեն իրոք շատ անձնական ու կարևոր էր։ Մտածում էի ինչպես կարող եմ ծառայել որպես խաղաղության, արդարության և հոգատարության գործիք, իմ կյանքի ամեն մի վայրկյանի ընթացքում, առանց հանգստի, անընդհատ աշխատելով։ Երկար մտորելուց հետո Փեթչ Ադամսը դառնում է ընտանեկան բժիշկ-թերապևտ։ Իր հիվանդանոցային ծաղրածուների խմբով տարեկան մոտ 9 այց է կատարում աշխարհի տարբեր երկրներ, ներկայացումներ կազմակերպում հիվանդանոցներում, մանկատներում, ծերանոցներում և ինտերնատներում։ Փոքրիկները նրա ներկայացումների շնորհիվ կարողանում են արագ հաղթահարել բարդ և ագրեսիվ հիվանդություններ։ Նա համոզված է, որ ծիծաղը հիվանդներին նաև ֆիզիկապես է օգնում։ Օրինակ, ապացուցված է, որ ծիծաղը ոչնչացնում է քաղցկեղի բջիջները։ Այն ամրապնդում է իմունային համակարգը, նպաստում օրգանիզմում էնդորֆինի արտադրությանը, մի խոսքով այս բոլորը միասին դրական բիոքիմիա է։ Այս հոլովակում Ադամսը Լատինական Ամերիկայում է։ Փորձում է խաղի միջոցով ուրախացնել հաշմանդամություն ունեցող մի աղջկա։ Ասում է, երբ ամբողջի մեջ նկատում եմ մեկին, որն իմ ուշադրության և սիրո կարիքն ունի, մոռանում եմ բոլորին և տարվում միայն նրանով։ Աշխատանքը կատարելագործելու համար ավելի քան 40,000 գեղարվեստական և մասնագիտական գիրք է կարդացել և սովորել 4 ժամ անդադար պոեզիա արտասանել։ Բացի այդ, ուսանելու տարիներին մշակել է մարդկանց օգնելու մեթոդներ։ Ժամեր է անցկացրել անծանոթ հեռախոսահամարներով զանգելու և մարդկանց հետ զրույցի ընթացքում նրանց սրտերին հեշտ հասնելու ճանապարհը գտնելու համար։ Երբ տեսնում եմ գժտվող մարդկանց, հանում եմ իմ խաղալիքները և սկսում զվարճացնել կամ պարզապես գրավել նրանց ուշադրությունը։ Ֆիզիկական ծանր վարժությունների և խիստ դիետաների փոխարեն Ադամսը փորձարկել է 3 ժամ տևող ռոքընռոլ, որն ի դեպ մեծ արդյունք է գրանցել։ Ամեն մարդ ինքն է որոշում ինչ է դառնալու։ Ոչ մի բժշկական համալսարան սիրո և կարեկցանքի դասաժամ չունի։ Հիվանդանոցները լի են դաժան ու տխուր դեմքեր ունեցող մարդկանցով։ Բժշկությունը դարձել է բիզնես և ոչ մարդկանց օգնելու միջոց։ Ուրախ հիվանդանոց աշխարհում չկա։ Փեթչ Ադամսն իր հիվանդանոցային ծաղրածուների խմբի հետ Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Դիլիջանում այս մեկ շաբաթվա ընթացքում այցելել է տարբեր մանկատներ ու մանկական հիվանդանոցներ և փորձել իր մեթոդներով ուրախացնել երեխաներին։ Բուժման այս ինքնատիպ ուղղության հիմնադիրը աշխարհում հայտնի է նաև որպես սոցիալական հարցերի ակտիվիստ և բարի կամքի դեսպան։ Մարինե Քոչարյան, Արթուր Մանուչարյան, Մշակութային ազդագիր։